Ողջույն, Reopen Media-ի Renews-ը սկսում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Ամենօրյա գրաֆիկով վաղ առավոտից ձեզ հասանելի գրեթե բոլոր հարթակներում մենք թարմացնում ենք օրվա լրահոսը, ներկայացնում փորձագիտական կարծիքներ եւ բազմակողմանի մեկնաբանություններ ձեր ուշադրության կենտրոնում հայտնված տարբեր իրադարձությունների վերաբերյալ։ Մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում եւ կարող եք հետևել մեզ նաեւ մեր կայք էջում reopen.media կայքում։ Ազգային ժողովում մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։ Ըստ ֆինանսների նախարարության բյուջեն կատարվել է 95.8% եկամուտների եւ 93.9% ծախսերի մասով։ Եկամուտները կազմել են շուրջ 2.72 տրիլիոն դրամ, ծախսերը 3.18 տրիլիոն։ Պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է մոտ 5.1 տրիլիոն դրամ, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 48.3%-ը։ Փաշինյանը նաև նշել է, որ 2018 թվականի համեմատ գրանցվել է աշխատատեղերի ռեկորդային աճ։ 24 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783.547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242.119-ով կամ 44.7%-ով։ Այսինքն այս պահին արդեն լիարժեք ամփոփված մեր վերջին տվյալն է սա։ Մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն։ Այսինքն 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242.119 աշխատատեղ։ Չնայած բյուջեի թերակատարմանը եւ պետական պարտքի աճին, վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, քաղաքացիները գնաճի պայմաններում ապրում են 50%-ով ավելի լավ, քան նախկինում։ 18 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173.996 դրամ, 2025 թվականի ապրիլին 304.992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130.000 դրամ կամ 75%, 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25%։ Սա թերևս հարցի պատասխանն է, կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ, որովհետև մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, թե ավելի վատ 2018 թվականի համեմատ։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Վարչապետ Փաշինյանը Facebook-ում հերթական գրառմամբ շարունակել է հեռակա-վեճը հայ բարձրաստիճան հոգևորականների հետ։ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը, գրել է նա։ Մեջբերում անելով Շիրակի թեմի առաջնորդի մի հայտարարությունից, թե մեջբերում եմ, ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել, դա ձեզ չի վերաբերվում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում։ Փաշինյանը պատասխանել է, որ այդ հայտարարությունն ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման առնչվող հումանիտար հարցերին։ Հանդիպման շրջանում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ որոնողական աշխատանքների կազմակերպման եւ համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը եւ վերահաստատել իրենց պատրաստակամությունը շարունակելու շփումները իշա անհայտ կորած անձանց ընտանիքների։ Տրանսպորտային բարեփոխումների արդյունքն ու հետևանքը կամ ինչից են դժգոհում ընդդիմադիր խմբակցության ավականիները։ Շարունակական քննարկումներ, տարակարծություններ։ Ի վերջո, ուղևորափոխադրման որակը բարելավվել է, թե ոչ։ Բարեփոխումների արդյունքների բերած խնդիրների մասին ահազանգում է Մայր Հայաստան ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքասյանը։ Ուտելսերներից շատերը չեն աշխատում, նորմալ, մեկի վրա թաքցվածա չի աշխատում, ու այդ կանգառում էլ չկա ուրիշ, էլ չգիտես ուր գնաս հասնես, որ տրանսպորտից չուշանաս։ Սեբաստիայի վրա երկու տելսել կար, կոպեկը գցում ես, հետա գալիս, չի ընդունում։ Որ պնդում էին բոյկոտ չկա, արդեն ստիպված բարձրաձայնում են, որ բոյկոտը կա, մարդիկ չեն վճարում, մարդիկ ընդվզում են, մարդիկ բողոքում են։ Երևանի հանրային տրանսպորտի խնդիրների եւ լուծումների մասին մեր ռեպորտաժը կարող եք դիտել մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 21-ին։ Անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում հայ տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Մերսեդես Մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել 40-ամյա գործարար Արեգ Շչեպիխինին եւ տարել անհայտ ուղղությամբ։ Ականատեսները ոստիկանություն են ահազանգել, համացանցում տեսանյութեր հրապարակել։ Լուրեր են տարածվել, թե առևանգման պատճառը Արեգ Շչեպիխինի կողմից չեչենների եւ մուսուլմանների հասցեին վիրավորանքներ պարունակող տեսանյութերն են եղել։ Ավելի ուշ Կիևսկի մայրուղու մոտ իրավապահները հայտնաբերել են առևանգման մասնակից սև մեքենան։ Հայ գործարարն այնտեղ չի եղել։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ մեքենան պատկանում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատին։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ եւ ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության նիստում, հաղորդում է Սիրիայի TV-ին։ Ըստ լրատվամիջոցի դա վերջին 50 տարվա ընթացքում կլինի Սիրիայի նախագահի առաջին ելույթը ՄԱԿ-ում։ Նշվում է նաեւ, որ Ալ-Շարայի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակում մի շարք այլ միջոցառումներ են նախատեսվում։ Իսրայելական ռազմական օդուժը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Սիրիային հարավային հատվածներին Գոլանի բարձունքներում իսրայելական դիրքերի վրա երկու հրթիռի արձակումից ժամեր անց։ Իսրայելին հարվածների պատասխանատվությունը ստանձնել է Մոհամմադ Ալ-Դեյֆի մարտիկներ անվամբ հակակառավարական խմբավորումը։ Ըստ սիրիական աղբյուրների իսրայելական օդային հարվածները թիրախավորել են Տերայի գավառի մի քանի բնակավայր եւ մեկ զորամասի տեղակայման վայրին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ թիրախավորվել է Սիրիայի ռեժիմին պատկանող մարտական միջոցները՝ ի պատասխան Իսրայելի վրա հարձակման։ Ի պատասխան Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ դեռևս չի հաստատվել Իսրայելի ուղղությամբ հարձակումների մասին լուրերի իսկությունը։ Միաժամանակ խստորեն դատապարտվել է Տերայի գյուղերի եւ քաղաքների թիրախավորումը։ Իսրայելի էսկալացիան Սիրիայի ինքնիշխանության կոպիտ խախտում է եւ մեծացնում է տարածաշրջանում լարվածությունը, շեշտել է գերատեսչությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը զսպելու Իսրայելին։ Միացյալ Նահանգների նախագահը ուղերձ է հղել Բաքվում այս օրերին ընթացող էներգետիկ ֆորումի մասնակիցներին, որոնք քննարկում են ոլորտի մարտահրավերներն ու հեռանկարները։ Համաժողովը կենտրոնացել է այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են կայուն էներգետիկայի զարգացումը, ոլորտի թվայնացումը, կանաչ նահանգների արագացումը, նորարարական լուծումներով ածխաթթվային աղբյուրներից կախվածության նվազեցումը։ Ակնհայտ է, որ հերթական միջազգային համաժողովով Իլհամ Ալիևը փորձում է մեծացնել իր երկրի եւ Կասպյան տարածաշրջանի դերը։
Ադրբեջանը շարունակում է խորացնել միջազգային կապերն ու զանազան հարթակներում ակտիվությունը։ Բաքվում մեկնարկել է էներգետիկ ֆորումը։ Այն էներգետիկ շաբաթվա մի մասն է, որն անցկացվում է արդեն 30 տարի։ Այս տարվա ֆորումի ծրագրում ընդգրկված է ավելի քան 70 զեկույց։ Ֆորումին մասնակցում էին տարբեր պետություններ եւ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Օրինակ British Petroleum-ի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ մինչև 2030 թվական շահագործման կհանձնվի Կասպից ծովում իրենց կողմից կառուցվող 2.9 միլիարդ դոլարանոց էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտը։ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Սամիր Մամեդովը հայտարարեց, որ հնարավորություն կա Սևծովյան տարածաշրջանի հետ ենթակառուցվածքների կապ ստեղծել, իսկ էներգետիկայի փոխնախարարը մանրամասնեց էներգիայի այլ աղբյուրների զարգացման ծրագրերը։ Վերջին տարիներին մենք ներդրում ենք կատարել նաև կանաչ էներգիայի ոլորտում։ Այժմ մենք մեկնարկում ենք Կենտրոնական Ասիան, Կասպից ծովի եւ Սևծովյան տարածաշրջանները Եվրոպային կապող 4 միջկապային նախագծեր։ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2035 թվականը օգտագործել ավելի քան 6 գիգավատ կանաչ էներգիա եւ արտանել դրանից 4 գիգավատը։ Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող կանաչ էներգիայի նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար, հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Վախթանգ Ցինցաձեն։ Այս նախագիծը, որը մենք համատեղ իրականացնում ենք Ադրբեջանի հետ, նոր կամուրջ կլինի մաքուր եւ վերականգնվող էներգիայի դեպի Եվրամիություն հոսքի համար։ Ծրագիրը նախատեսված է ոչ միայն տարանցման, այլև էներգիայի արտահանման նոր փուլի եւ օգտակար է բոլոր կողմերի համար։ Ընդ որում այն պետության հետ, որի հարստությունը ձևավորվել է չվերականգնվող եւ բնությանը վնասող ռեսուրսների իրացմամբ։ Ցինցաձեն նաեւ ընդգծեց, որ այս համագործակցությունը կխորացնի տարածաշրջանի երկրների էներգետիկ հարաբերությունները Եվրամիության հետ։ Ֆորումին զեկույցներ էին ուղարկել նաեւ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Թայիպ Էրդողանը։ Էրդողանի ուղերձը Բաքու էր բերել Թուրքիայի էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարար Արփասլան Բայրակթարը։ Ուղերձում մասնավորապես ասվում է բնական գազի ոլորտում Ադրբեջանի հետ նոր նախագծերի մեծ ներուժ կա, որն ըստ Էրդողանի կնպաստի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլև տարածաշրջանի եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Իսկ Թրամփի սուրհանդակն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության գլխավոր խորհրդականը։ Նա եկել էր նախագահի անունից ասելու, որ վերջին 30 տարիներին Ադրբեջանն աչքի է ընկել տարածաշրջանի էներգետիկ ոլորտում առաջատարությամբ եւ գլոբալ էներգետիկ անվտանգության հանդեպ հավատարմությամբ։ Թրամփը, որ նախընտրական շրջանում մեղադրում էր Ադրբեջանին հայերի էթնիկ զտման համար, նաեւ հայտնել է ակնկալիքները հետագա համագործակցությունից։ Դիանա Կարապետյան, Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին հյուրընկալել է Ֆրանսիայի Օվերնրոն Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դվինազը, այլ պաշտոնյաներ նույնպես։ Վարչապետը կարևորել է այս օրերին անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի դերն ու նշանակությունը, այն որակելով որպես կենսունակ հարթակ համանքային մակարդակում փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրագործման համար։ Ֆրանսիական պատվիրակությունը փոխանցել է, որ Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո հյուպատոսությունը միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտգործնախարարությունների ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում։ Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնց վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին են վերաբերում, սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, նաև միջազգային նշանակության թեմաներին։ Հայաստանում արձանագրվել է Արևմտյան նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Արևմտյան նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է։ Մարդուց մարդուն վարակը չի անցնում։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում։ Կլինիկական ախտանշաններն են գլխացավ, մկանացավ, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերում մինինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարում։ Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է ռազմական և պետական գործիչ Վահան Շիրխանյանը։ Վազգեն Սարգսյանի կառավարությունում նա եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Հայաստանի նախագահի խորհրդական, հատուկ ծրագրերի գծով, կառավարության 10-րդ վարչության պետ։ Եղել է ՀՀՇ խմբակցության անդամ, 2015-ից 18 թվականներին կալանավորված է եղել Երևանում վնասազերծված զինված հանցախմբի գործով։
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը։ Մեդալային հաշվարկը կատարվել է տղամարդկանց և կանանց թիմերը միասին, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-յան էջը։ Հայաստանի թիմը մասնակցում էր միայն տղամարդկանց կազմով։ Հայաստանն իրենից առաջ է թողել միայն Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Իտալիային։ Հակոբ Սերոփյանի գլխավորած հավաքականը նվաճել էր 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, եթերում ենք լինելու ժամեր անց 15:00-ին։ Դուք կարող եք հետևել Reopen Media-ի լրատվական բաժնի հոսքերին YouTube, Telegram, Instagram, X, Facebook, Spotify և այլ սոցիալական մեդիա հարթակներում։ Մեր բոլոր հարթակների հղումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում և կցված մեկնաբանության մեջ։ Մեր երիտասարդ թիմին աջակցելու համար դուք կարող եք նաև հանգանակություններ անել Reopen.media հարթակում Donate կոճակի միջոցով։ Մինչ դուք բաժանորդագրվում եք, մենք ավարտում ենք եթերը հանուն Հայաստանի Հանրապետության կրկին հանդիպելու ակնկալիքով տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, կհանդիպենք։